Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագծին, հայտարարելով, որ դրա իրագործումը հնարավոր կլինի Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։ Լավրովը նշել է հայկական կողմն այդ նախաձեռնության մանրամասներն իրեն ներկայացրել է օրեր առաջ Երևան կատարած այցի շրջանակում։ Ռուսաստանցի պաշտոնյան նաև հայտարարել է, թե Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը հնարավոր է դարձել Մոսկվայի մասնակցությամբ մի քանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։ Տավուշում արտակարգ պատահար է տեղի ունեցել։ Բերդ-Նավուր ավտոճանապարհին Mercedes Sprinter մագնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված ցուցանակը, ապա առաջ ընթանալով շուրջ 2 մետր բարձրությունից ընկել տան դիմաց կայանված VAZ 2107 մագնիշի ավտոմեքենայի վրա։ Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է։ Շամշյան.com-ի հաղորդմամբ Mercedes-ը գրանցված է մի ընկերության անունով, որն ամեն օր սնունդ է տեղափոխում Պաշտպանության նախարարության զորամասեր։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գործընթացն անվանելով գերիների խոշոր փոխանակում։ Մոսկվան և Կիևը մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության էին եկել 1000-ի դիմաց ձևաչափով գերիների փոխանակման շուրջ։ Երեկ էլ հայտնի էր դարձել, որ կողմերը միմյանց փոխանցել են գերիների ցուցակները։ Ռուսաստանի Օրիոլի մարզի Նարիշկին Ավանի մոտ մի ուտուղաթիռ է կործանվել։ Նախնական տվյալով վթարի հետևանքով 2 մարդ է մահացել՝ օդաչուն և մեխանիկը։ Պատահարի պատճառը եղել է շարժիչի խափանումը։ Նշվում է, որ օդաչուն մինչև վերջին պահը ուղղաթիռը հեռու է տարել մասնավոր բնակելի շենքերից։ Ականատեսների խոսքով ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել, պայթյունի ձայներ են լսվում։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Բելգրադ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Սերբիան կանգնած է ռազմավարական աշխարհաքաղաքական ընտրության առաջ, թե որտեղ է ուզում լինել։ Նա նաև հավելել է, Սերբիայի եվրոպական ապագան կախված է այն արժեքներից, որոնք նա կպաշտպանի։ Ըստ Կալասի, Սերբիայի քաղաքական ղեկավարությունը շարունակում է Եվրամիությանն անդամակցությունն անվանել իր ռազմավարական նպատակը։ Այնուամենայնիվ, Բրյուսելը ցանկանում է տեսնել գործողություններ, որոնք կապացուցեն և կհաստատեն այս խոսքերը։